քաղաքացիները դրանից դժգոհ էին։ Եվ ըստ այդմ շարժման շահառուն ոչ թե Ռոբերտ Քոչարյանն էր, այլ Սերժ Սարգսյանը։ Սա պետք է ֆիքսել ի սկզբանե եւ շարժվենք առաջ։ Հիմա տեղի ունեցավ մարտի 1-ը, այնտեղ բոլորս հիշում ենք ում հոգիներ փառավորվում, ինչի մասին էր մարտի 1-ը, պարոն Փաշինյանի դատավճռում ուղիղ 30 անգամ օգտագործված է թալան բառը, բոլորս լֆիկի գառներին կարծում եմ հիշում ենք, ինչպես էին ուտում, ինչ ցինիզմ էր տիրում եւ առհասարակ մարտի 1-ը ինչի ես վստահ եմ, որ Պարոն Փաշինյանը մարտի 1-ի իրադարձություններից սկսված նախապատրաստվում էր որպես մեր հանրապետության վարչապետ։ Հիմա եկեք մարտի 1-ից Մեծ խմբագիրը խնդրում է ուղղակի պաուզա տալուց հետո մի 2 վայրկյան հետո սկսել խոսալ, այսի խնդրում եմ հաշվի առեք, որ երբ որ պաուզա տանք, որտեղ միկրոֆոնների փոփոխության հարց կա, հիմա տեսեք, այս կարևոր է ֆիքսել, որտեղ սա ցնդաբանության տեսակետից ամենանորն էր, ես առաջ անգամ եմ սենց բան լսել, անկեղծ եմ ասում, որ շատ եմ լսել տարբեր միֆեր, որ տեսավ այդ ապրիլյան պատերազմից հետո բաներ, հետո որոշան իշխանությունը տան բան, տենց բաներ լս, բայց որ 2008 թվից Սերժ Սարգսյանը պատրաստել է Նիկոլին որպիսի սարքի վարչապետ, էսի կոնկրետ ես առաջ անգամ եմ լսում, ես ենթադրում եմ սա նորամուծություն է այս բաների մեջ, հա, այս դավադրապաշտական այս արշավի մեջ եւ ուստի ուրեմն հատուկ ուրեմն ուշադրության արժանի է այս իրապնդումը, որը ինչպես տեսակ ինքը անում է, ասում է 2008 թվականից մարդիկ պատրաստել են հատուկ, երրորդ նախագահի իր թիմով, հա, պատրաստել են Նիկոլին որպես վարչապետ ապագա 2008-ին։ Բայց մի բան էլի արի ֆիքսենք, այս կարևոր է էլի, իրանք որ անընդհատ է ասում են 2008-ից երրորդ նախագահ եւ այլն, երրորդ նախագահը 93-94 թվականից Հայաստանում բոլոր կարևոր պաշտոնները զբաղեցրել է, անվտանգային, պաշտպանության նախարար, անվտանգության նախարար, անվտանգության ու ներքին գործերի նախարար 96-ից 98 թվերին։ Դրանից հետո Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար, պաշտպանության նախարար, վարչապետ, այսինքն երրորդ նախագահը իր ողջ կյանքի ընթացքում ի տարբերություն օրինակ Ռոբերտ Քոչարյանի ավելի կարճ է եղել այդ ամեն ինչի մեջ։ Եղել է բոլոր առանցքային պաշտոններում եւ որ ժամանակ դու ուզենաս իշխանությունից տարանջատես Սերժ Սարգսյանին, դա մենակ 18-ից հետո կարաս անես։ Միջև այդ Սերժ Սարգսյանը եղել է բոլոր առանցքային պաշտոններում։ Այսինքն չես կարող էլի դու ասես Քոչարյանն է եղել 2098-ից 2008 թիվ նախագահ, ու տեղ մոռանաս որ եղել է Սերժ Սարգսյան։ Դա չլնող բան է, հասկանում ես։ Անգամ Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք դա չլնող բան։ Բայց սա կարան օրինակ այստեղ են կարա այս նույն կոստյումով խափի սա, ասենք օրինակ նոր ջահելներին, 18, 19, 20, 25 տարեկան ջահելներին։ Բայց դա ինքը այն մարդիկ ովքեր եղել են Հայաստանում ապրողին 88-ի շարժմանը մասնակցած եւ այլն գիտեն, չէ՞, սա ամեն ինչ։ Սա աբսուրդի աստիճանը ստեղ է։ Ըստ երևի խոսքը գնում է նրա մասին, որ կարող է Սերժ Սարգսյանը հələ 94-ից էր ուզում Նիկոլ Փաշինյանին տեսնել, բայց օրինակ երկրորդ նախագահը դեմ էր, ասել էր սպասի 2008-ին ես կգնամ, ինչ ուզում ես կանես, 2008-ին գնաց, նախագահը հաշվեց, որ 10 տարի հիմա բանանի, չէ, 8 տարի իր ասել, որտեղ ասում եմ 16-ին էր պատրաստվում, բայց լավն ապորով չհելա փողոց ժողովուրդը, դրա համար սպասինք 2 տարի հետո։ Երևի թեզը։ Դե ամեն դեպքում ես առաջ անգամ եմ լսել սա, որ 2008-ից արդեն տենց բան կա։ Դա լուրջ տղա է, այստեղ են լսենք։